ըստ էության շատ կարճ ժամանակահատվածում բավական գրկում ներկայացվեց նախարարության գործունեության ողջ պատկերը, այդուհանդերձ մի քանի հարցադրումներ։ Առաջինը բոլորս շատ լավ հասկանում ենք, որ գործարար ակտիվության համար տնտեսական աշխուժացման համար առանձնահատուկ դերակատարում է վերապահված փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը։ Եվ ուզում եմ անդրադառնալ փմձակ այդ կառույցի գործունեությանը։ Բացարձակապես կասկածի տակ չդնելով այն փաստերը, որոնք հրապարակվում են այդ կառույցի գործունեության վերաբերյալ, երկու հանգամանք։ Առաջինը, ես իմ բոլոր շփումներում չեմ զգացել, որ այդ կառույցի գործունեությունը թափանցիկ է, բաց, մատչելի բոլորի մաս։ Ես համոզված չեմ, որ մեր, ասենք թե սահմանամերձ համայնքների գործարարության զբաղվողներից ոմանք, չեմ ասում շատերը, ոմանք նույնիսկ տեղյակ են, որ այդպիսի կառույց գոյություն ունի։ Ես կարծում եմ, որ այս կառույցի գործունեության հրապարակայնությունը, թափանցիկությունը էապես կարող է նպաստել այդ գործունեության ակտիվացմանը եւ այս ինստիտուտի կայացմանը, առավելևս որ մենք փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը վերջին շրջանում բավական լուրջ նաեւ հնարավորություն ենք հարկային ռեժիմի տեսանկյունից։ Եվ այս կոնտեքստում հարցը հետեւյալն է. օրինակ ունենք տվյալներ, ենթադրենք վերջին 1 կամ 2 տարվա ընթացքում այդ կառույցի կողմից հատկացված վարկային ռեսուրսների հաշվին ինչ արդյունք ունենք, տնտեսական արդյունքն է, չասենք քանի մարդ է վարկ ստացել, այդ հասկանալի է, կարելի ասել, ինչ տնտեսական արդյունք ենք մենք արձանագրել, արդյոք մենք կարող ենք ունենք որոշ ցուցանիշներ, որոնք հնարավորություն կտան մեզ նաև տալ որակական գնահատականներ կառույցի գործունեության, մասնավորապես հավանաբար կհամաձայնեք այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք անդրադառնանք, իսկ ինչպես է նրանք ընտրվում, ինչպիսի խորհրդատվություն է կայացվում, արդյոք այդ խորհրդատվությունը օգտակար է եւ որակյալ։ Սա մեկ։ Երկրորդ հարցը, որ նույնպես կապված է տնտեսության զարգացման հեռանկարների հետ, դուք ներկայացրեցիք, որ անցյալ տարի հավանաբար ես այդպես հասկացա, անցյալ տարի անց է կացվել Հայաստանում ներդրումային միջավայրի լուրջ վերլուծություն, ես ենթադրում եմ, որ այդ վերլուծությունը անցկացնելիս նաև համեմատություն է իրականացվել այն պոտենցիալ մրցակից երկրների միջավայրերի հետ ներդրումային եւ փորձել ենք վերհանել մեր այն գործոնները, որոնք կարող են բերել մեզ առավելություններ, հա, ներդրումներ ներգրավելու տեսանկյունից։ Եթե այդպես է, ապա կարող եք 1-2 ուրեմն բովանդակային, հա, բնութագրիչ, ասենք թե օրինակ մեր առավելությունները համեմատական հարևան Վրաստանի, Բելարուսի, Ղազախստանի կամ նույնիսկ Լատվիական, Բալթյան երկրների, որոնք է որ պետք է ներդրողներին ներգրավեն մեզ, եւ եթե այդ առաջարկությունները, որոնք ներկայացվել են կառավարության եւ կառավարությունը ինչպես հասկացա հոկտեմբերի նաեւ այդպիսի որոշում է կայացվել, հա, ապա մենք ինչ ունենք, ոնց որ ասում են սուխոմ ակտիվի, հա, եթե կարող եք մեկնաբանել, ես շատ շնորհակալ կլինեմ։ Եվ վերջի թեզը։ Արդյոք այն հարցադրումները, որոնք որ ներդրումների ներգրավման առումով հայեցակարգային մոտեցումներ, որոնք ամրագրվել են կառավարության որոշման մեջ, այդ հարցադրումներին ներկայացված հարկային օրենսգիրքը համահունչ է։ Դուք ծանոթ եք արդյոք նրան, որ այսօր մենք ծանոթանում ենք, ես աշխատում եմ հարկային օրենսգիրքի վրա այսօր եւ տեսնում եմ, որ այն բացառապես ֆիսկալ նպատակներ է տապնդում եւ այնտեղ որևէ խթանիչ դրույթ ընդդուպ թե բազաների ընդլայնման, հարկման բազայի ընդլայնման, թե դրույքաչափերի բարձրացման, այդ թվում նաև եկամտային հարկի դրույքաչափերի բարձրացման առումով որևէ մենք տրամաբանություն չենք տեսնում ներդրողներին ներգրավելու։ Դրա համար ինձ հետաքրքիր է, որ պարամետրներով մենք կարող ենք ունենալ առավելություն մեր հնարավոր պոտենցիալ մրցակից տնտեսական տնտեսությունների նկատմամբ եւ որքանով ասենք թե այդ առավելությունները փորձել ենք իրացնել, մասնավորապես նաեւ հարկային օրենսգրքի միջոցով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, թե գնահատականի եւ թե նաեւ այն հարցադրումների նրբորեն ձևակերպումների համար, որ ներկայացրեցիք։ Ճիշտ եք նկատում, որ փոքր ու միջին բիզնեսի դերակատարությունը երկրի կյանքում պետք է լինի առավել տեսանելի, առավել շոշափելի եւ հատկապես դրա հիմնական պատասխանատուն այն գերատեսչությունը, տվյալ դեպքում էկոնոմիկայի նախարարությունը եւ նաեւ այն սուբյեկտը ՊՄԾԶԱԿ հիմնադրամը, որ իրականացնում է կոնկրետ թիրախային գործունեություն։ Եվ սա կարծում եմ չի վերաբերում միայն այս ոլորտին, վերաբերում է իմ կարծիքով գոնե էկոնոմիկայի նախարարության մասով ես կարող եմ ասել մեր գործունեության բոլոր ոլորտներին։ Միայն այն, որ էկոնոմիկայի նախարարությունը իր մեջ ներառում է ըստ էության
տարբեր ձևաչափերով ժամանակին գործող պետական 18 գերատեսչությունների գործառույթներ, խոսում է այն մասին, որ այս կառույցը իսկապես ամբողջությամբ բացվելու, ներկայացվելու եւ ներառական սկզբունքով, այսինքն ներգրավելով նաեւ քաղաքացիական հասարակությանը, պետական կառավարման, տվյալ դեպքում օրենսդիր մարմնի գործունեությանը առավել բաց ներկայացնելու քաղաքականություն պետք է վարի, որպեսզի տեսանելի ու շոշափելի նաև լինեն արդյունքները։ Այն, որ ՓՄԾ ԶԱԿ-ը իսկապես իրականացրել է եւ նախարարությունը նախորդ տարի իրականացրել է մեծածավալ աշխատանք այս ուղղությամբ, կասկածից վեր է, միայն թվերը, որ ներկայացում են, պատկառելի են եւ ընդ որում դրա 94%-ը մարզային կտրվածքով է եղել։ Այսինքն ընդամենը 5%-ն է, որ Երևանում է ցուցաբերվել։ Սակայն գնահատման տեսակետից մենք այսօր խնդիր ունենք նաև կարգավորման եւ վիճակագրության առումով։ Գաղտնիք չէ, որ երկրում այսօր չի իրականացվում հատուկ փոքր ու միջին բիզնեսի առանձին վիճակագրական հաշվառման աշխատանքներ, եւ որի արդյունքում հաճախ նաև կարող են խեղաթյուրվել թվեր, փաստեր եւ իրականությունը ներկայացվի գլխի վայր, այսպես ասած։ Մինչդեռ կարիք է այստեղ ամբողջությամբ վերանայելու եւ նոր մոտեցումներ որդեգրելու, այդ թվում նաեւ ինչու՞ չի, եթե հնարավոր չէ վիճակագրության ազգային ծառայության միայն մեխանիզմների միջոցով հասնել վիճակագրության իրական փաստման, այս դեպքում պետք է օգտագործել բոլոր հնարավոր տարբերակներ, այդ թվում վարչական ռեգիստրի կամ ցուցաբերվող աջակցության հենքի վրա կազմվող հաշվառման համակարգի ներդրման աշխատանքներ, որի արդյունքում մենք բոլորս նաև տեսնենք, շոշափենք ու զգանք, թե որքան է ՓՄԾ-ի դերակատարությունը եւ հատկապես ինչ թիրախային խմբեր մենք ունենք եւ աջակցության ինչ ուղղություններ պետք է նպատակամղենք այս ոլորտում։ Տնտեսական արդյունքի տեսակետից հետևաբար վիճակագրության բացակայությունը այսօր հստակ չի կարող մեզ թույլ տալ որոշակի գնահատական հնչեցնել։ Կարող ենք փորձագիտական գնահատականներ հնչեցնել, բայց որը նորից եմ կրկնում, շատ դժվար է համարել պաշտոնական։ Դրա համար ես այս պահին փորձեմ խուսափել պաշտոնական հայտարարություն անելուց, փորձագիտական գնահատականը այն է, որ այս սուբյեկտները ապահովում են երկրի համախառն ներքին արդյունքի մոտ 65-70% ըստ էության, որտեղ այն չափանիշները, որոնք որ դրված են օրենքի մակարդակում եւ այդ չափանիշները եթե տրանսֆորմացնենք վիճակագրական ցուցանիշներին, սրա մոտ ցուցանիշների է բերում։ Երկրորդ ներդրումային ոլորտում իսկապես կատարվել է շատ լուրջ աշխատանք, քարտեզագրման աշխատանքը իրականացվել, մշակվել են որոշակի մոտեցումներ, այդ թվում նաև հայեցակարգային մոտեցումներ, ձեզ հայտնի է հայեցակարգը, որ հաստատվել է կառավարության որոշմամբ եւ որտեղ կենտրոնական տեղը դրված, կենտրոնական տեղում այն է, որ օտարերկրյա ներդրումների պաշտպանության նոր համակարգ պետք է մշակվի եւ ներդրվի։ Այստեղ իմ կարծիքով մենք պետք է մի քիչ ավելի արմատական մոտեցում ցուցաբերենք, մասնավորապես ներդրումային քաղաքականության ոլորտում մենք հիմնարար ձևով պետք է վերանայենք միջ այժմ կիրառվող եւ նաեւ առանձին միջազգային կառույցների կողմից ներկայացվող մոտեցումները, այն է, որ հատուկ առանձին պետք է օտարերկրյա ներդրումների մասով մենք պաշտպանական համակարգ ունենանք։ Ես այն կարծիքին եմ, որ մենք պետք է առհասարակ ներդրումների պաշտպանության մասով ունենանք շատ արդյունավետ համակարգ, որտեղ թե օտարերկրյա եւ թե տեղական ներդրողները կունենան բացարձակ պաշտպանություն։ Հակառակ դեպքում մենք հետո դիստիպված ենք պայքարելու այն բանի դեմ, որ տեղական ներդրողները պետք է գնան այլ երկրում ներդրում կատարեն, որպեսզի այնտեղ համարվեն օտարերկրյա ներդրող, որ օգտվեն այդ պաշտպանությունից։ Մինչդեռ մենք պետք է երկրի ներսում ստեղծենք այդպիսի պաշտպանական համակարգ։ Երկրորդը դա դատական համակարգին վերաբերող տնտեսական վեճերի ժամանակ նաև միջազգային ժամանակակից մեխանիզմներից օգտվելու հնարավորությունը, այն է միջազգային արբիտրաժային դատարանների առավել արդյունավետ գործունեությունը, ինչը թույլ կտա Հայաստան դիտարկել որպես ներդրումների պաշտպանության տեսակետից առավել լավ եւ առավել ժամանակակից երկիր։ Ինքը մրցակցային առավելություններ ցույց տալիս է որոշակի առումով, մասնավորապես օրինակ հետադարձ ուժ չունենալու կանոնը, երբ վատթարանում է վիճակը, սակայն այստեղ էլ մենք պետք է ավելի առաջ գնանք, որպեսզի ցանկացած կարգավորում, երբ ներդրումների ոլորտում իրականացվելու է, դառնա
ներդրողի համար կանխատեսելի։ Եվ քանի դեռ չի վերականգնել ներդրողը իր կատարված ներդրումը, որևէ վատթարացնող օրենսդրություն կամ նոր կարգավորում չի կարող ազդեցություն ունենալ ներդրողի ներդրման ժամկետների հետաձգման կամ ձգձգման վրա։ Սա սկզբունքային նաև մոտեցում է, դրա համար էլ հայեցակարգից բխող օրենքի նախագիծը, որ ներկայումս մշակման փուլում է գտնվում, մենք հրավիրել ենք մեծամասշտաբ քննարկումներ այս առումով, որպեսզի կարողանանք վերջնական տեսքի բերենք օրենքի նախագիծը այն հենքի վրա, որ այն դառնա երկրի համար այսպես զարգացման տեսակետից հիմնարար ուղղություն։ Այստեղ մեզ աջակցություն է ցուցաբերում թե IFC-ն, թե ուրեմն Business France-ը, որը ընտրվել է նախանցյալ տարի այս ծրագրի իրականացման նաև ուղղությամբ եւ առաջարկել է օրինակ 6 երկրի մասով դիտարկել ներդրումների ներգրավման հնարավորություն։ Մենք համաշխարհային բանկի ծրագրով ունենք առևտրի եւ ներդրումների խթանման ծրագիրը, որով առաջիկայում նաև կներկայացնենք, կհրապարակենք, թե ինչ ճանապարհային քարտեզ ենք այստեղ տեսնում նոր ներդրումների ներգրավման ուղղությամբ։ Երրորդ ուղղությունը հարկային օրենսգրքին էր առնչվում, բնականաբար խոսել միայն հարկային օրենսգրքի այն հոդվածների մասին, որոնք որ փոփոխության են ենթարկվում մասնավորապես տոկոսադրույքների մասով առանց դրական կողմերն էլ նշելու, ես մի քիչ այլ մոտեցման կրող եմ։ Անշուշտ կա որոշակի տոկոսադրույքի բարձրացում, մասնավորապես շահութաբաժինների մասով, բայց հավատացեք, այստեղ սկզբունքային հարցը նաև մենք ձեր հետ միասին բոլորս պետք է քննարկենք։ Հիմա եկամտահարկի մասին կանդրադառնամ, պարոն Այվազյան, շահութաբաժինների մասով մինչ այժմ մենք չենք ունեցել տեղական կամ ֆիզիկական անձի մասով շահութաբաժնի հարկման քաղաքականություն, խոսքը ռեզիդենտների մասին է, հիմա ներմուծվում է, բայց տեսեք, ինչ է ստացվում, բազմից է թեմայով խոսվել։ Մենք ունենք եկամտային հարկ եւ ունենք շահութահարկ, որն էականորեն տոկոսադրույքի տեսակետից իրարից տարբերվում է։ Ստացվում է այնպես, որ եթե շահութաբաժինը չի հարկվում, կազմակերպություններին ավելի ձեռնտու է իրենք շահույթով շահութահարկ վճարեն ավելի ցածր տոկոսադրույքով, քան թե եկամտահարկով աշխատակիցների վարձատրություն տրամադրեն։ Արդյունքում ստացվում է, որ կա անհավաչափ մոտեցում։ Այլ խնդիր է, որ զարգացման տեսակետից գնահատենք սա որքանով է նպատակահարմար կամ ձեռնտու։ Հիմա տեսեք, այս տարիները ցույց տվեցին, որ սա ինքը լավագույն գործիքը չէ։ Անկամ նույնիսկ այնպիսի երկրներում եվրոպական, որտեղ շատ ավելի բարձր հարկման համակարգ է գործում, մեծ սիրով բոլորը մասնակցում են եւ այդ ծրագրերն իրականացնում են, որտեղ խնդիրը ոչ թե տոկոսադրույքների մեծ փոքր լինելի մեջ է, այլ առաջին հերթին հավասար վերաբերմունքի մեջ է բոլորի նկատմամբ։ Հարկերի միջև համաչափության ապահովումը։ Բայց որ մենք կարիք ունենք ամբողջական քննարկումների հարկային համակարգը, հարկային նոր օրենսդրություն տնտեսական աճի զարգացման տեսակետից այստեղ համաձայն եմ եւ քանի որ ազգային ժողովում էլ քննարկումները շարունակվում են, ես կարծում եմ մենք պետք է առավել ակտիվորեն ներգրավենք, չնայած հարկային պատետի ներկայացման պատասխանատուն այլ գերատեսչություն է, բայց ես կարծում եմ, որ էկոնոմիկայի նախարարությունը ակտիվորեն կներգրավի։ Պարոն Մինասյան, ես արձագանքի համար ձեզ կտամ, պարոն Արտունյան, ես անձամբ իր թվում իմ գործընկերները ձեր պրոֆեսիոնալիզմի վրա կես տոկոս կասկած չունեն։ Ես ձեզ խնդրում եմ, դուք էլ մեր պրոֆեսիոնալիզմի վրա մի չխնդրում չկասկածեք։ Կատարված գործի համար խոսեք, տեսլականների համար պետք չի չենք անելու, ցավոք։ Իրականում մենք ձեզ այսօր բյուջեի կատարողականը շատ ողջունում եմ, ես քեզ շատ լավ գիտեմ, մոտավորապես ամենակիչը 15 տարի։ Պարոն Մինասյան, դե կոնկրետ խնդրում եմ ավելի շատ որ մենք անդրադառնանք կատարված աշխատանքներ 2015 թվականին, ինձ թվում է որ մենք ես շատ լավ գիտեմ որ մենք ինչ ենք միասնական, շատ ողջունում եմ այդ ձեր նախաձեռնողականությունը, որ մենք գնալու ենք առաջ։ Հիմա կոնկրետ պարոն Արտունյանը տող արձագանքի 2015 թվականի ՀՄԶ-ին եւ դրանից առաջ տված արդյունավետության խնդիրը եւ չափման միավորը 2000-ը մենք ինչ ուղղությամբ կգնանք, որտեղ իմ հարցը նույն ձև ես գրել եմ, որտեղ մենք ունենք ոչ ֆինանսական նաեւ ցուցանիշների մեկ այդպիսի գաղափարախոսություն մտածեցինք բյուջետային ծրագրավորման մեջ, երկրատև չարշավելուց չկարողացանք դա իրականացնենք։ Հիմա
Պարոն Արտունյան, խնդրում եմ արձագանքեք, պարոն Մինասյան, ես ձեզ կխնդրեի, շատ հարգելով, հարգեք նաև մեզ, կոնկրետ կատարված 2015 եւ դրա առաջ կատարվածներին ու հայտնի փաստ է, որ կառավարության ամբողջ բյուջեի հաշվետվությունը մենք լսում ենք, որ կառավարության գործունեության քաղաքական գնահատականը տանք, իսկ քաղաքական գնահատական տալու համար անպայման ոչ թվային կամ ոչ ֆինանսական ցուցանիշներով պետք է առաջնորդվենք։ Հիմա տեսեք, պարոն Մինասյան, որոշ հարցադրումներ անշուշտ ես կամաձայնեմ ձեր։ Այստեղ մենք կանգնած ենք, որքան ես եմ հասկանում, հետագա զարգացումների առումով շատ մեկնարկային դիրքերում։ Ինչպիսին կլինեն մեր մեկնարկային մոտեցումները, դրանից կախված հետագա զարգացումները եւ 15 թվականը, եթե կուզեք, այդ տեսանկյունից է հետաքրքիր։ Հիմա տեսեք, մեզ փոքր միջին ձեռնարկատիրությունը անհրաժեշտ է ոչ թե որպեսզի ունենանք մրցունակ տնտեսություն, որտեղ դրա միջոցով մրցունակ տնտեսություն չեն կարող ապահովել։ Մեզ փոքր միջին ձեռնարկատիրությունը պետք է որպեսզի ունենանք նոր մտածելակերպ։ Հիմա եթե ՓՄԶԱԿ-ի վարկերը, եթե նույնիսկ 84%-ը մարզային շահառուները մարզերից են, ՓՄԶԱԿ-ի վրա դուրս են գալիս ծանոթով, բարեկամով, ինչ որ մի կերպ, դա արդեն խանգարում է։ Իմ ասածը սա է։ Ես ուզում ասեմ, եթե լիներ բաց մրցույթ, բոլորը լսեն դրա մասին, ով բոլորի համար պայմանները մատչելի լինեին, հասկանալի լինեին, ով լավագույններն նա ստանար, ես խնդրեմ չեմ տեսնում։ Իմ ամբողջ հարցադրման իմաստը սրանում է կայանում։ Մենք չեմ կարծում, որ մեկ ինձ այդ չի համաձայնում, որ հեռուստատեսությամբ ես երբևէ չեմ լսել ՓՄԶԱԿ-ը մի հատ ինչ-որ տևական ժամանակ, ինչ-որ ռեկլամի կամ ներկայացնի, թե ինչ նոր հնարավորություններ են առաջարկում իր շահառուներին։ Կներեք, մենք չենք լսում դա։ Իմ ասածը սա է։ Ես չեմ քարկոծում նրա գործունեությունը, ես չեմ ասում այն տված վարկերը, որ կան, նրանց արտոնավետությունները նույնիսկ կասկածի տակ չեն վերցնում, բայց այն գործիքակազմը, որը օգտագործում է կամ աշխատանքի ոճը, որը որ կարող է օգտագործվել տվյալ դեպքում շահառուների ընտրության մեջ, սա խանգարում է ամբողջ կոնցեպտը, հարվածում գաղափարախոսությանը, որովհետև կրկնում եմ մեզ համար փոքր միջին ձեռնարկատիրությունը օբրուժմիշնի մտածելակերպի հարցը։ Սա է կարևորը, սա մեկ։ Երկրորդը, գիտեք, կապված ներդրումների հետ կապված, թեպետ պարոն Այվազյանը հորդորում է ապագայի մասին քիչ խոսենք, ասենք ինչ են կարել։ Ես հենց վերադառնում եմ այն քարտեզին ներդրումային։ Հիմա մենք տեսեք, այդ ես չգիտեմ, անկեղծ ասած լավ չեմ ծանոթ չեմ միգուցե եւ ներողություն եմ խնդրում, եթե այդ կառավարության այդ մի որոշումը կարևոր վրիպել եմ, բայց տեսեք մենք առանց տեխնոլոգիական պրարիվի, առանց տեխնոլոգիական ճեղքման կարող ենք խոսալ տնտեսական զարգացման մասին, բայց այսօրվա դրությամբ մեր բոլոր ներդրումներ ենթադրող բոլոր տեխնոլոգիական սարքավորումներն ու ներկրումը հարկում է սահմանի վրա ավելացված արժեքի հարկով կամ լավագույն դեպքում հետաձգվում է։ Մինչդեռ դա ընդհանրապես պետք է չհարկվի։ Եթե խոսում ենք մոտեցումների մասին, հասկանում եք։ Երկրորդը, տեսեք, արկ ու վաճառքը արժեթղթերի արկ ու վաճառքը արդեն ուզում ենք հարգել։ Ինչ անշատում արժեթղթերի արկ ու վաճառք, դա ներդրումն է։ Ներդրում, ուղղակի ներդրում է։ Եթե դուք արժեթղթի հարկում եք արկ ու վաճառքը, նշանակում է դուք հարկում եք ներդրումը։ Ոնց եք ուզում ներդրողներ գրավել։ Իմ հարցադրումների նույնը վերաբերում է դիվիդենդներին։ Այսինքն, պարոն Մինասյան, իմ հարցադրումների իմաստը կայանում է նրանում, կրկնում եմ, ինձ համար 16 թվականը շատ լուրջ եւ հետագան դեպի ապագայի միտված արմատական փոփոխություններ կատարելու տարի է։ Եվ դրա համար բազա պետք է լինի 15 թվականի արածը։ Ես իմ հարցադրումները սրանում են կայանում եւ կներեք, այստեղ համաձայնեք, որ դեռևս մենք աշխատելու, մտորելու տեղ ունենք։ Եվ վերջի թեզը։ Իմ կարծիքով ընդհանրապես մենք պետք է խոսենք այլևս այն մասին, որ հարկային օրենսգրքի կամ օրենսդրության նախաձեռնությունները պետք է դուրս չգան հարկային մարմիններից։ Դրանց նախաձեռնողը պետք է էկոնոմիկան։ Որտեղ դուք եք ասելու ինչ ռեժիմ եմ ես ուզում։ Որտեղ ձեզ են ասում, թե օտարերկրյա ներդրողները ինչ ռեժիմ են ուզում։ Միջև պաշտպանված լինելը նաև պետք է բարենպաստ ռեժիմ լինի հարկային։ Ոչ թե պետք է հարկային մարմինները դառնան, դրանք պրոֆեսիոնալներ են անշուշտ։ Ոչ ոք նրանց մասնագիտական կարողությունները կասկածի տակ չի վերցնում, բայց նրանց մոտեցումը ֆիսկալ է եւ այլ կերպ չէր կարող լինել։ Այս է ամբողջ հարցը։ Իսկ էկոնոմիկայի նախարարության խնդիրը կլինի տնտեսության զարգացումը։ Եվ եթե դուք լինեք, դառնաք, եթե գոնե համահեղինակ այդ օրենսգրքի, հավատացում շատ բան մենք կարող ենք դա օգտակարի առումով շտկել եւ դրանից իդեպ բյուջեն չի դուժելու։ Գոնե միջաժամկետ հատվածում։ Ես այս կարծիքին եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Արությունյան, արագ արձագանքեմ
Շատ արտահայտված թեզերի հետ միանշանակ համակարծիք եմ եւ կարծում եմ առաջիկայում խնդրենք նաեւ պարոն Այվազյանին կազմակերպել քննարկում թե ներդրումների ճանապարհային քարտեզի քննարկման առումով եւ թե նաեւ այն հայեցակարգային մոտեցումների, որ թե այդ փաստաթղթում է եւ թե նաեւ մեր քննարկումների այս ընթացքում ներկայացում է։ Ինչ վերաբերում է ՓՄԶ-ԶԱԿ-ի հրապարակային եւ նոր ոճի աշխատանքին, ես համակարծիք եմ այստեղ եւ երկրորդ կարծիք չկա, այո, պետք է փոխվի ոճի աշխատանքի եւ հիմա հենց այդ խնդիրն է դրված նաեւ նոր տնօրենի առաջ, որ նշանակվել է էկոնոմիկայի մասով, դեք որքան էլ բան լինի, կառավարությունը այս դեպքում միասնական է հանդես գալիս։ Ներքին առումով կառավարության ներսում կառուցվածքային կապված է նաեւ այն գործառույթների հետ, որոնք որ ամրագրված են։ Ես համակարծիք եմ այն մոտեցմանը, որ էկոնոմիկայի նախարարությունը պետք է կրի երկրի տնտեսական զարգացման, քաղաքականության մշակման, մշտադիտարկման, վերանայման ամբողջական լիազորությունը եւ պատասխանատվությունը, որը թույլ կտա տնտեսության զարգացման հայեցակարգային մոտեցումները տեղափոխել դեպի զարգացումից հարկում, այլ ոչ թե հարկմամբ զարգացում կոնցեպցիայի լիարժեք աշխատանքի ներքո, բայց դա այս պահի խնդիր չէ։ Սա կարծում եմ առաջիկայում երբ նաև կներկայացվի նախարարության լիազորությունների վերանայման, նաև գիտեք ստեղծված է աշխատանքային խումբ օպտիմիզացիայի մասով նաև այս ուղղությամբ, ես կարծում եմ այս հարցերը պարոն Հարությունյան սիրով նաև քննարկենք հանձնաժողովում էլ ձեր հետ էլ եւ կներկայացնենք մոտեցումները։